Օրերս նորից ակտիվացավ թեման, Ղարաբաղյան շարժումը ի վերջո կա թե չկա, եւ որքան էլ զարմանալի է հնչում, թեման ակտիվացրեց Նիկոլ Փաշինյանը Եվրոպայում։ Նախ հենց այդ փաստին անդրադառնանք։ Դե տեսեք, Նիկոլ Փաշինյանի կողմից դա առաջին հայտարարությունը չէր այս թեմայով, մեծ հաշվով դա Հայաստանի կառավարության դիրքորոշումն է այս հարցով։ Նմանատիպ հայտարարություններ նա արարել էր նաև ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում իր ելույթի ընթացքում։ Ես ճիշտն ասած այդ տիպի հայտարարությունների նպատակահարմարությունը չեմ հասկանում։ Կարծում եմ ակնհայտ է, որ առնվազն կարճաժամկետ, միջնաժամկետ, իրականում նաև երկարաժամկետ կտրվածքով դժվար թե Ղարաբաղի հարցի շուրջ ինչ-որ ակտիվ զարգացումներ տեղի ունենան, եւ այս հայտարարություններով կարծես թե փորձ է արվում անընդհատ ինչ-որ գրգռել հասարակության ինչ-որ հատվածին, եթե խոսքը գնում է միջազգային դերակատարներին այս ուղերձը հղելու մասին, ապա այստեղ եւս, ինչպես արդեն նշեցի, բոլորը կարծես թե հասկանում են այս նոր իրողությունները եւ ամեն անգամ այդ ամեն ինչը կրկնելը եւս այդքան էլ երևի խելամիտ չի։ Տեսեք, ինձ համար էլ է անհասկանալի, թե ինչ է շահում նա Հայաստանից դուրս կամ Հայաստանում նման հայտարարություն անելով։ Նշեցիք, որ դրսում կարծես ոչինչ չի շահում, իսկ ներսում ինչ-որ բան շահում է։ Կարծում եմ առաջին հերթին այնուամենայնիվ արտաքին միջավայրին ուղղող ուղերձներ են, մեծ հաշվով կառավարության ղեկավարը նշում է, որ գնում են խաղաղության ճանապարհով եւ Ղարաբաղյան հակամարտության ավարտված լինելը նաեւ դիտարկում է որպես այդ գործընթացի մաս։ Եթե խոսում ենք Հայաստանի ներսում արձագանքների մասին, այստեղ կարծում եմ կախված է թե կոնկրետ ինչ լսարան է թիրախավորում։ Եթե խոսքը գնում է իշխող ուժի էլեկտորատի, նրանց համար սա ամբողջովին ընդունելի եւ ողջունելու հայտարարություններ են, այլ հարց է արդյոք օրինակ Հայաստանում այս փուլում բավականին շատ չկողմնորոշված ընտրողները ինչպես են այս տիպի հայտարարություններ ընդունում եւ եթե հաշվի առնենք վերջին տարիների զարգացումները ու նաեւ բավականին ֆունդամենտալ փոփոխությունները, որոնք տեղի ունեցան ինչպես Հայաստանի պաշտոնական դիրքորոշումների, այնպես էլ հռետորաբանության մեջ, երևի իշխող ուժը մտածում է, որ այս տիպի հայտարարությունները առանձնակի վնաս չեն կարող հասնել իրենց դիրքերին, այդ իսկ պատճառով էլ որևէ խնդիր չունեն այն անընդհատ այդպիսի հայտարարությունները անընդհատ կրկնել։ Փաշինյանը հենց Եվրոպայում, այսպես ասենք, ակնարկեց ու Հայաստանում էլ մի փոքր փակագծերը բացեց, թե ինչու է այդ թեման այնտեղ բարձրացրել։ Նշեց, որ կան բողոքներ, Եվրոպա են հասնում բողոքներ, որ կառավարությունը եկեղեցու նկատմամբ ինչ-որ քայլեր է ձեռնարկում եւ այլն եւ այլն։ Բայց եթե անգամ պատճառը այդ է, կառավարությունը ուներ ավելի, այսպես ասենք, հիմնավոր պատճառներ, այսինքն կարող էր հիշեցնել, թե ինչու է այդ մարդկանց նկատմամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Եթե հիշում ենք, էլ ահաբեկչության փորձ, էլ պետականության դեմ քայլերի փորձ, էլ բազմաթիվ ավելի լուրջ թեմաներ կային, բայց հանկարծ որոշեց եվրոպացիներին վախեցնել Ղարաբաղյան շարժումով։ Կարծում եմ այնուամենայնիվ պետք է բաժանել ելույթի այդ երկու հատվածները, չնայած դրանք իհարկե փոխկապակցված են, բայց եկեղեցու եւ ընդհանուր առմամբ Հայաստանի ներքին գործընթացների վերաբերյալ հայտարարությունները այլ նպատակ են հետապնդում։ Այդ մասին նա եւս խոսեց իր ճեպազրույցի ընթացքում, որ մեծ հաշվով այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում վերջին տարվա ընթացքում, նաեւ առաջացնում են ինչ-որ արձագանք դրսում։ Այդ արձագանքը պետական մակարդակով չի, խոշոր կազմակերպությունների մակարդակով չի, բայց կան իրավապաշտպանների ինչ-որ խմբեր, որոնք խոսում են այս տարբեր չարաշահումների մասին, օրենքի գերակայության խախտման մասին, կան կազմակերպություններ, որոնք ներառում են այս զարգացումները իրենց զեկույցների մեջ եւ բնականաբար այս ամենը հասնում է նաեւ Եվրախորհրդարանի պատգամավորներին եւ նա այդ հարթակը օգտագործեց սեփական դիրքորոշումները նրանց ներկայացնելու համար, կարծում եմ եվրոպացիների համար բավականին ընկալելի լեզվով փաթեթավորեց այդ ամենը, բայց իհարկե հետաքրքիր է, որ ամեն անգամ բացատրությունը եկեղեցու դեմ գործողությունների փոփոխում է։ Եթե նախկինում խոսում էր ուխտեր խախտելու մասին, Ռուսաստանի գործակալ լինելու մասին, հիմա փաստացիորեն եկեղեցին հայտարարվեց պատերազմի կուսակցություն, որը եւս բացատրվեց ճեպազրույցի ընթացքում, որ եթե պատարագի ընթացքում հնչեցվում է Արցախի հանրապետություն,
անվանումը, դա վտանգ է տարածաշրջանային խաղաղությանը, ինչը անլուրջ է իրականում տարօրինակ է նաև, որ Հայաստանի վարչապետը փորձում է գրաքննություն մտցնել ոչ միայն պետական կամ պետությանը կից ինստիտուտներում, այլ նաև ամբողջությամբ անկախ մարմիններում, ինչպիսին է օրինակ եկեղեցին։ Սա կարծում եմ բավականին վտանգավոր միտում է այն առումով նայել, որ կարող է Ադրբեջանի մոտ այդպիսի ակնկալիքներ ձևավորել, որ եթե վարչապետ Փաշինյանը անձամբ ստանձնել է այդ հանձնառությունը, այդ գրաքննությունը տարածել տարբեր մարմինների նկատմամբ, վաղը այդ շրջանակը կարող է ընդլայնվել Ադրբեջանի օրինակ պահանջով, օրինակ կարող են քաղաքացիական հասարակությանը թիրախավորել Արցախ բառը օգտագործելու համար կամ նմանատիպ այլ խոսույթներ օգտագործելու համար, մեդիա դաշտում կարող են փորձել գրաքննություն մտցնել, ինչը իհարկե անհամատեղելի է ինքնիշխանության եւ այլ սկզբունքների վերաբերյալ արվող պնդումների հետ։ Տեսեք, չնայած նշեցիք, բայց մի տեսակ չեմ կարողանում մարսել։ Ասում եք Եվրոպայում, չգիտեմ, ավտոբուսներ հրկիզելու, մեքենաների տակ, չգիտեմ, սուր մեխեր նետելու այդ փաստերը, որ բազմաթիվ падգամավորներ երդվում են, որ կա, փաստագրված է, ասում եք դա ավելի պակաս տպավորիչ կլիներ, քան 88-ին շարժման մասին հիշատակելը։ Դե տեսեք, այստեղ պատճառաբանությունների համալիրի հետ գործ ունենք։ Ահաբեկչության գործը այնուամենայնիվ վերաբերում էր եկեղեցականներից միայն մեկին, այսինքն միայն մեկ քրեական գործ կա այդ հոդվածով, բայց գործընթացը շատ ավելի լայն է, այսինքն դժվար է նույն եկեղեցականների, այլ եկեղեցականների նկատմամբ իրականացվող գործողությունները միայն այդ մեղադրանքով արդարացնելու, չնայած այդ մեղադրանքը եւս օգտագործում է։ Եթե մենք հետևենք իշխանական տարբեր գործիչների բացատրություններին, բնականաբար նրանք պնդում են, որ հեղաշրջման փորձ կար եւ դա է նաեւ պատճառը այս կոշտ արձագանքի, բայց ընդհանուր գործընթացը շատ ավելի լայն է, քան այդ հեղաշրջման վերաբերյալ մեղադրանքը եւ դա է պատճառը, ինչու օգտագործում են այսպիսի ավելի լայն խոսույթներ ու կրկնեմ, որ սրանք կարծում են բավականին արդյունավետ ու ընկալելի խոսույթներ են հենց եվրոպացիների տեսանկյունից եւ նա կարծում եմ կարողացել է հաջողությամբ փաթեթավորել այս հարցը իր համար հարմար խոսույթներով։ Տեսեք, մի փոքրիկ, այսպես ասենք, անհարմար թեմա էլ կա, խնդիրն այն է, որ Արցախի թեմի առաջնորդը բավական ակտիվ ու անթակույց մասնակցում էր նույն Նիկոլ Փաշինյանի հիշատակած այդ շարժմանը։ Թե կասեն հեղաշրջման փորձ, թե ինչ, ամեն դեպքում Վրթանես Սրբազանը այդ շարժման անթակույց մասնակիցներից էր, երբ շարժումը Երևան հասավ, դուրս եկավ մի խումբ մարդկանց հետ դիմավորեց եւ այլն եւ այլն, իսկ այսօր նույն Վրթանես Սրբազանը եկեղեցու բարեփոխիչների շարքում է։ Վարչապետի հետ էր հանդիպել, այսօր էլ եթե չեմ սխալվում, այդ մոտեցումից հետ չի կանգնել, մի տեսակ շատ խառը պատմություն չի ստացվում։ Դե ընդհանուր առմամբ, եթե մենք դիտարկենք բոլոր այն անհատներին, եկեղեցականներին, որոնք միացել են այդ բարեկարգման խորհրդին, կտեսնենք, որ մեծ հաշվով այն բոլոր մեղադրանքները, որոնք հնչեցվում էին եկեղեցու տարբեր պաշտոնյաների նկատմամբ, այդ բոլոր մարդիկ այդ մեղադրանքները մարմնավորող ամենակարկառուն դեմքերն են։ Կարող ենք խոսել նույն Նավասարդ Կճոյանի մասին, եթե խոսքը կոռուպցիայի մասին է եկեղեցում, նույն Արգիշտի Քյարամյանի հոր մասին, հիշում ենք, որ ի սկզբանե այս արշավը սկսվել է կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքով, այսինքն այստեղ որևէ տրամաբանություն կամ բարոյական առումով հետևողականություն պետք չէ փնտրել, այստեղ կան հստակ քաղաքական շահեր եւ կան հստակ լծակներ, ամենակարևորը որ այդ մարդկանց նկատմամբ կիրառվել են այդ լծակները եւ նրանցից շատերը երևի պարզապես այլընտրանք չեն ունեցել, քան միանալ այդ շարժման